Հարգելի հայրենակիցներ, 2026 թվականը մի հույսի նշույլ ունի իր մեջ, կասեցնելու թուրք-ադրբեջանական շահերի հայաստանյան իրականացումը, այդ շահերի Հայաստանում առաջ մղումը, որի առաջամարտիկը իշխանություններն են և նրանց շատ ուժեղ քարոզչության հիբրիդային հարձակման տակ հայտնված հասարակության մի հատված և կարծում եմ, որ դարերով մեր փորձառությունը մեզ հուշում է, որ այդ շահերը չեն կարող համահունչ լինել հայկական շահերի հետ։ Խաղաղություն բոլորս ուզում ենք, բայց թշնամական պարտադրանքի ներքո խաղաղություն չի լինում և արևելքում ընկրկողներին, վախեցողներին, նահանջողներին, ամեն ինչ զիջողներին չեն հարգում, թեկուզ սկզբնական փուլում կարող են նրանց ժպտան, բայց չեն հարգում, իսկ հայ ժողովուրդը իր դարերի պատմության ընթացքում պայքարել է և ապահովել է իր համաշխարհային ու տարածաշրջանային հարգանքը։ Ուստի ես կարծում եմ, որ 2026 թվականին գիտակից արթուն հասարակությունը պետք է թոթափի բոլոր տեսակի կանխավարկածները, կշտությունները, տարբեր կարծիքները և մնալով իր խղճի հետ շատ ուղիղ ու անկեղծ քվեախցում, կասեցնի այս անկումը, կասեցնի Հայաստանի անկումը, կասեցնի բռնապետությունը, որ հաստատվել է Հայաստանում և կասեցնի թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը և կարծում եմ, որ նաև քաղաքական հասարակական գործիչները պետք է վայր դնեն իրենց ամբիցիաները և մեկտեղվեն մեկ կարևոր նպատակի համար՝ Հայաստանի անկումը կասեցնելու։ Ուստի բոլորիս նպատակը, բոլորիս ջանքերը պետք է լինեն 2026 թվականին դա և ես կարծում եմ, որ մենք ի զորու ենք դա անել։ Հայ ժողովուրդը ունեցել է ավելի բարդ իրավիճակներ պատմության ընթացքում, բայց կարողացել է հաղթահարել և 2026-ը հույս ունենանք, որ դառնալու է հայ ժողովրդի և Հայաստան պետության անկումը կասեցնելու, այս ոչ հայեցի կերպը, պարտադրված կերպը թոթափելու տարի, Աստված մեզ հետ։